ով է պատասխանատու հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած դեպքերի համար։ Ընդդիմության շրջանում միմյանց հասցեին քննադատությունները չեն դադարում։ Կազմակերպիչները կրկին չունեն այդ հարցի պատասխանը։ Իսկ իշխող կուսակցությունը հոկտեմբերի 4-ին նախագահական նստավայրի գրոհի համար պատասխանատու է համարում հանրահավաքին մասնակցած բոլոր անձանց, քանի որ հանրահավաքի նպատակը հայտարարվել էր հենց սկզբից։ Սակայն ըստ նրանց ձախողված տապալման բոլոր նախաձեռնողներն իրականում հավաքական ազգային շարժումն են։ Վրացական երազանքի անդամները կարծում են, որ հոկտեմբերի 4-ին ձեռնարկված բոլոր հակասահմանադրական քայլերը հանգեցրել են ընդդիմության լիակատար լյուստրացիայի։ Ընդդիմության մի մասն էլ կարծում է, որ պատմությունը շուտով կգնահատի ընտրությունների օրը տեղի ունեցած գործընթացները եւ կտա դրան իր անունը։ Ֆեդերալիստների առաջնորդ Թամար Չերգոլոյիշվիլին կանչվել է հարցաքննության։ Այս մասին տեղեկանում ենք նրա սոցիալական էջից։ Գործը վերաբերում է իր արարած հայտարարությանը, որտեղ նա խոսում է Բաչո Ախալայի հոկտեմբերի 4-ի վերաբերյալ հանդիպումների մասին։ Ֆեդերալիստների առաջնորդի խոսքով հոկտեմբերի 4-ի վերաբերյալ հանդիպումներ են տեղի ունեցել Բաչո Ախալայի տանը, եւ այդ փաստը հակասությունների առիթ է դարձել ազգային շարժման ներսում։ Ավելին, այս թեմայով շփում է եղել նաեւ Միխայիլ Սաակաշվիլու հետ։ Նշված հարցի վերաբերյալ գնահատականներ են հնչել նաեւ իշխող թիմում։ Ըստ նրանց Թամար Չերգոլոյիշվիլի կողմից տարածած տեղեկատվությունն իրենց համար նորություն չէր։ Դուք չեք կարող ստրկացնել Վրաստանը։ Այս խորագրով երթցույց է անցկացվել Վերայի այգուց դեպի խորհրդարան։ Ցուցարանները պահանջել են նոր ընտրություններ նշանակել եւ ազատ արձակել բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածներին։ Ցուցարանները խորհրդանշորեն կրել են գծավոր հագուստ, որը նրանց խոսքով արտահայտել է աջակցություն ձերբակալվածներին։ Ցուցարանները նաեւ կապել են փշալարեր, ինչպես նաեւ կարդացել են կալանավորված քաղաքացիների կոչերից որոշակի հատվածներ ու իրենց աջակցությունը հայտնել նրանց։ Վրաստանի խորհրդարանի նախագահն անդրադարձել է Էստոնիայի արտաքին գործերի գերատեսչության ղեկավարի հայտարարությանը, ասելով, որ այդ անձը տապալում էր Վրաստանում կառավարությունը զինված Եվրամիության դրոշով երկրի խորհրդարանի առջև։ Ինչպես հայտնի է, Մարգուս Ցախնան հայտարարել է, որ Էստոնիայի եւ Ռուսաստանի սահմանի ռուսական կողմում նկատվել են 7 զինված ռուս զինվորականներ ու ժամանակավորապես դադարեցրել են երթևեկությունը։ Երկարաժամկետ հեռանկարում նրանք նախատեսում են արգելել այդ ճանապարհի օգտագործումը։ Շալվա Պապաշուի նշված հայտարարությունն ի պատասխան գրել է. Նկատել են 7-ին, այն էլ նկատել են, եւ այս անձը Վրաստանի խորհրդարանի առջև տապալում էր կառավարությունը զինված Եվրամիության դրոշով, եւ նա չի կարողացել տապալել այլ երկրում, որ ցանկալի մարդ է հայտարարել եռակի օլիմպիական չեմպիոնին, ով վերջին 20 տարիների ընթացքում ավելի շատ ոսկի է նվաճել, քան իր երկրի օլիմպիական թիմը։ Եթե միայն իմանայիք, թե ով է ղեկավարում ժամանակակից Եվրոպան, գրել է Շալվա Պապաշվիլին։ Շալվա Պապաշվիլին անդրադարձել է Հունգարիայի վարչապետի հայտարարությանը եւ ուշադրություն հրավիրել հայտարարության այն հատվածի վրա, որտեղ հունգարացի առաջնորդը խոսում է Բրյուսելի պատերազմական ծրագրի դեմ ստորագրահավաք սկսելու մասին։ Խորհրդանի նախագահ համոզված է, որ Բրյուսելն է կանգնած Թբիլիսի փողոցում տեղի ունեցող դեպքերի հետևում։ Իշխող կուսակցությունը եւս անդրադարձել է գլխավոր օրենսդրի հայտարարությանը, նշելով, որ վերջին շրջանում Բրյուսելը կորցրել է իր իրական գործառույթն ու վերածվել է պատժիչ կազմակերպության։ Համասն արդեն Իսրայելին է հանձնել 20 պատանդի, խմբավորումը պատանդներին ազատ է արձակում 2 փուլով։ Այս պահին էլ ընթանում է մնացած 13 անձի հանձնման գործընթացը։ Գործընթացին մասնակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։ Իսրայելում է արդեն գտնվում Դոնալդ Թրամփը, որին օդանավակայանում դիմավորել է Բենյամին Նեթանյահուն։ Հիշեցնենք, որ հենց ԱՄՆ նախագահի կողմից ներկայացված 20 կետանոց խաղաղության պլանի շրջանակներում կողմերը եկել են համաձայնության։ Ոստիկանությունը ձերբակալել է մեկ անձի դիտավորյալ առողջությանը թեթև վնասվածք հասնելու եւ հրազենի ապօրինի ձեռքբերման, պահպանման ու կրելու կասկածանքով։ Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը Բաթումիում կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի հիման վրա դանակահարել է ստորին վերջույթին եւ դեպքի վարից փախել Սարփիի սահմանային անցակետի ուղղությամբ, մտադիր լինելով փախչել երկրից։ Հանցագործությունը նախատեսում է մինչեւ 7 տարի ժամկետով ազատազրկում։ Հանդիպում է տեղի ունեցել սննդի համար միանգամյա կիրառման պլաստմասայի օգտագործման կարգավորման հարցերի շուրջ։ Գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկումը տեղի է ունեցել բնապահպանության եւ գյուղատնտեսության նախարարությունում։ Նպատակներ քննարկել սննդի համար նախատեսված պլաստմասայի արտադրանքի կարգավորման հարցը շահագրգիռ կողմերի հետ։ Կանոնակարգի աշխատանքային տարբերակի համաձայն նախատեսվում է արգելել պլաստիկ դանակների, պատարագխաղների, գդալների, ափսեների, փայտիկների, ծղոտների, սննդի տարաների ներմուծումն ու այլ շուկայական տեղափոխումը։
Վարդագույն հոկտեմբեր Վրաստանն աշխարհի հետ միասին նշում է կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսը։ Նպատակն է հանրությանը տեղեկացնել հիվանդությունների կանխարգելման, վաղ ախտորոշման ու սքրինինգի կարևորության մասին։ Երկրի մասշտաբով նախատեսվում են սքրինինգային արշավներ, տեղեկատվական եւ սեմինարային հանդիպումներ։ Կրծքագեղձի քաղցկեղը Վրաստանում ամենատարածված քաղցկեղն է։ 2024 թվականին երկրում գրանցվել է կրծքագեղձի քաղցկեղի 1995 նոր դեպք։ Իգիտություն Սքրինինգային հետազոտություններն անվճար են ու հասանելի են Վրաստանի բոլոր շրջաններում։ Ռուսթավի կենտրոնական այգում տեղի է ունեցել եվրոպական սպորտի շաբաթյակը։ Պրոֆեսիոնալ եւ սիրողական մարզիկների մրցումները շարունակվել են 2 օր։ Հնարավոր է եղել մասնակցել անհատական ու թիմային սպորտաձևերին եւ ձեռք բերել փորձ։ Միջոցառմանը մասնակցել են մոտ 20 սպորտային ֆեդերացիա։ Եվրոպական սպորտի շաբաթյակն անցկացվում է ողջ Եվրոպայում ամեն աշուն։ Վրաստանում դրա պաշտոնական կազմակերպիչը սպորտի նախարարությունն է եւ սպորտահանուն բոլորի ազգային ֆեդերացիան։